Bonjour. Շաբթի է։ Bonjour. Եթե ֆրանսերենի մասնագետ ունենք, իմացող ֆրանսերեն, ինձ հետաքրքիր է այդ bonjour ոնց է արտաբերվում ճիշտ ձևով։ Bonjour. 744-744-44 bonjour-ի մասնագետներ արձագանքեք։ Bonjour. Մոտը Bonjour-ը ֆրանսերեն։ բարի լույսն է, բարևն է, ինչն է, ողջույն, հա երևի։ Մեզ մոտ ասես բարև, բարի արև կարճ կոնկրետ հասկանում ես։ Հիմա bonjour, ինչի գիտեմ, կարող է բարի կուրասան, բարի խմորեղեն է նշանակում, ինչ իմանամ։ Good morning, good afternoon, good evening, good night։ Բառացիորեն թարգմանեք մեր ֆրանսիա հայ բարեկամներ, ինչ ասել է bonjour, հետաքրքիր է։ Bonjour. Սա Google-ին կա, բանին, chat GPT-ին կհարցնենք։ Եվ էլ ոնց է գրվում, ես պատկերացնում եմ, ինչքան դե ավելորդ տար կլինի, չէ։ Դարքիրա սրտի հիվանդությունը ոնց է Ֆրանսիայում մակարդակը սրտային իշեմիկ հիվանդությունների, որովհետև այն ուղղագրությունը, որ իրանք ունեն, մինիմում պիտի ամեն երկրորդը սրտի կաթվածի վտանգի տակ ապրի, էլի, ահավոր ուղղագրություն է, ահավոր։ Պիտի իմանաս ու վերջ, էլի, տրամաբանությամբ չես կարող այդ ուղղագրությունը բանանել։ Հա, բայց դե անգլերենում էլ կա, այդ աստիճան չի, բայց անգլերենն էլ պիտի իմանաս։ Ասում են ամենալավը իսպաներենն է, մոտավորապես ինչ լսում են գրում ես, հիմա չգիտեմ որքանով է ճիշտ, բայց այդ առումով մեր բախտն քիչ է շատ բերել է, մերն էլ շատ բարձ չի։ Կան բարբառեր, բայց հա, ոնց լսում ես, հա, սեղան, իսկան table, գիտեմ, դա ասա, հա։ Էլ չեմ ասում աթոռը։ Հա, հաստատ։ Դե ինչ, աչքերս լույս լինի, ինչ լինի, մի բան պիտի լինի։ Օ, լսի, հա։ Եթե նկատի ունես այդ գործարանը, որ բացվել է Հրազդանում, Nvidia-ի ընկերներ, Fiber շատ լուրջ բաներ է բացվում Հրազդանում, իդեպ մենք ներկա էինք այդ բացման արարողությանը, իհարկե side effect-ներ եւս ունեցանք, ինձ ահավոր վառվել է արևի տակ խայտարակ ձևի, բայց դա ուրիշ հարց է։ Բացվել է տարածաշրջանի ամենամեծ արհեստական բանականության գործարանը եւ դա ոչ միայն ինչ-որ ներդրումներ են, որը Ամերիկան է անում ու շատ հեռանկարային այդ ամեն ինչը, այլ դա նաեւ տալիս է հնարավորություն Հայաստանը դարձնելու այդ ամեն ինչը արտահանող եւ ստեղծող երկիր, այլ ոչ թե սպառող։ Արտահանող ամենակարևորը։ Հա։ Գալու են մեր դուրը, էլի, դա։ Եվ այսօր էի նոր առավոտյան էի անգլերեն հանդիպեց այդ նորությունը, ասում է միայն 10 երկիր ունի այդ մակարդակի տենց գործարան, 10 երկիր ամբողջ աշխարհում, մեկը Հայաստանում է։ Իսկապես բան է, էլի։ Եվ գիտեք ինչն է, այս ամենաարագ զարգացող բաներից մեկն է, ճյուղերից մեկն է գիտական, էլի, այս artificial intelligence-ը արագ է զարգանում ու շատ կարևոր ճիշտ ժամանակին այդ գնացքը նստելը շատ կարևոր է, որտեղ վաղը միսօր արդեն եւ իր կարևորությունը գնալով ժամանակի հետ աճելու է։ Ես այսօր արհեստական բանականությանը հարցրեցի, արհեստական բանականության եւ հենց այս Հրազդանում բացված Firebird AI-ի գործարանի մասին, ասացի, խնդրում եմ ինձ պարզ բացատրեք։ Հա, ինչ է ասում։ Ինչ է նշանակում այս գործարանը սովորական մարդու համար։ Պարզ ասած, պատկերացնենք հսկայական համակարգչային կենտրոն, որտեղ հազարավոր գերհզոր համակարգիչներ մեկտեղված են մեկ աշխատանքում։ Դրանք ոչ թե ինչ-որ Paint, Word, փաստաթուղթ են իրականացնում կամ կայք են որևէ սպասարկում, այլ կատարում են միլիարդավոր, տրիլիոնավոր բարդագույն հաշվարկներ, արհեստական բանականության մոդելներ ստեղծելու, սովորեցնելու եւ ըստ նպատակի գործարկելու համար։ Այսինքն, եթե սովորական համակարգիչը մեկ մարդու գործիք է, ապա արհեստական բանականության այս գործարանը կարելի է պատկերացնել որպես հսկայական գերհզոր համակարգիչների միասնական ուղեղ։ Այս ավելի երևի պարզ է դառնում ինչի մասն է խոսքը։ Այդ գերհզորները միանում են իրար, ավելի հզոր են դառնում։ Այս բանով էլի, պրինցիպով է Անտիրը Աչքներս լույս լինի բարեկամներ, իհարկե ես նաև զարմացա շատ, որ բավականին լուրջ թվացող մարդիկ հեգնեցին։ Հիմա այստեղ հարցը դիմություն չի, քաղաքական չի բացարձակ։ Ես ինչ հիշում եմ, այ մեր սովետի գիտական ժառանգությունը կերան, բանի, չգիտեմ, աստղադիտարանը հերունու ծախին կերան, ֆիզիկայի գործարանը թալանեցին։ Հաջողության, բայց հիմա գիտա հետազոտական աշխարհի գերտիրության ֆինանսներով Ամերիկայի բերել են Հրազդանի պես քաղաքում
բացում են հսկայական համաշխարհային մակարդակով գործարան, այն էլ AI-ը 21-րդ դարը սկսած 21-ից AI-ի դար ենք մտել։ Բան չի էլի, որ ասես մեռնող գիտությունն լավ բերել են, որ պղնձամոլիվներ են անում, թունավորում են մեզ կամ եսի ինչ են անում։ Մի հատ տեսեք ինչ ենթակառուցվածքներ է շուրջը կազմվելու։ Ոնց կարելի է հեգնել են փաստը, որ Հայաստանում կառուցվում է արհեստական բանականության ենթակառուցված այն դեպքում, երբ մենք ինքներս տարիներ շարունակ երազում էինք այսպես կոչված ժամանակին ինժեներական սովետի ժառանգության մասին, որ մենք ունեինք Հայաստանում ինչ-որ Մերգելյանի ինստիտուտ կամ Հերունու աստղադիտարան, Համբարձումյանի աստղադիտարան։ Այմար, այդ աստղադիտարանն էլ որ կոչում են մի տեսակ մեղք է, էլի ասել է, այդ երևի իսկի լուսինը չերևա այնտեղից կամ ախր ստեղ որ Հոլիվուդում կա, չէ՞ այդ բանը observatory։ Այո, մեզ Հոլիվուդի սայնի մոտ էլի։ Այդ ավելի բան է, քան մեր բանը ասում են բայց այս նկարները նայեցիր, այս նոր գործարան, գործարան ասենք, ինչ է գործարան չի, ինչ է չլինեմ։ Այմար, այդ լարերը բաները տեսար, ոնց կարելի է ցավ իրար միացնել, ես չեմ պատկերացնում։ Ինչ տեսակ մի ինժեներ պիտի լինես, էլի, այդքան լար ու բան հնարավոր է իրար հետ բոլորը բան անես, էլի, աշխատեն իրար հետ, զարմանալի բան է։ Գլուխդ պտտվում է նայում ես։ Բայց մարդիկ կան, որ գինեն, որը որտեղ պիտի գնա, որ լարը միացնում են, այդ սա աշխատում է, զարմանալի բան է։ Այո, ուղղակի։ Ամեն դեպքում այս ամբողջ պատմության մեջ նաև փաստորեն սկսեց աշխատել արդեն, հա? Դե ստարտը տվեցին, հիմա ինչ հզորությամբ չեմ տեղեկանում, բայց ստարտը տվեցին, գնացին լենտերը, ժապավեններ, ներդրումներ, բան թվեր էին ասում, իդեպ ընդ Թրամփին մի առանձին շնորհակալություն հայտնեց, մի առանձին ձևով։ Դե հասնում է։ Թրամփն էլ արթնացավ, երևի զեկուցեցին Թրամփին, զանգեց Փաշինյանին, այ մարդ։ Բռնեց, զանգեց Փաշինյանին, ընտիր։ Արհեստական բանության մրցավազքում անհրաժեշտ են տաղանդ, տվյալներ, հաշվարկային հզորություններ եւ ներդրումներ, որը մինչեւ այս պահը 3-ը, եթե ասենք քիչ թե շատ ունեինք, այսինքն տաղանդավոր տղեկ կան, աղջիկներ կան, այս գործի բան, բայց ներդրում չունեինք մենք այդ միջոցները եւ այդ բանաձևերը, հա, որ բացեինք։ Միացյալ Նահանգների աջակցությամբ եւ ներդրմամբ փաստորեն Հայաստանը դառնում է այս կարևոր գործառույթում խաղացող, այս պահին համեստ է, կես միլիարդ դոլարի ներդրում է, հա, բայց Հայաստանի համար դա ֆանտաստիկ է։ Հաջորդ փուլում, ասում են, 4 միլիարդի ներդրման մակարդակը հասնելու է, պաշտոնական թվերն եմ կարդում։ Սա նշանակում է շինարարություն, ենթակառուցվածքներ, տեխնիկական սպասարկում, տարածաշրջանի զարգացում, ինժեներական ծառայությունների մատուցում, կապային համակարգեր, անվտանգություն եւ մասնագիտական ծառայություններ, նոր մասնագիտություններ, նոր բիզնեսների շուկայում։ Երբ մի երկրում հայտնվում է մեծ տեխնոլոգիական կենտրոն, դրա շուրջ սովորաբար սկսում են զարգանալ հարակից ծառայություններ մատուցող ընկերությունները։ Նա շղթայական ռեակցիա է լինում, որտեղ եթե այդքան մարդ այնտեղ աշխատի, տարական բան, լանչից սկսած, չգիտեմ, այնտեղ ապրելուց, ինչ որ խանութից ամենը զարգանալու է։ Էլ չեմ ասում, թե զուտ ինքը գործարանը ինչ կարևոր բաներ է տալու AI ոլորտում եւ ոչ միայն։ Այստեղ էլ հետաքրքիր է ներկայացնում, ուրեմն Dell-ի եւ էլեկտրիկի հետ համատեղ NVIDIA արագացված հաշվարկային տեխնոլոգիայի ներողություն եւ վերթիվ հզորությամբ գործող օբյեկտը կապահովի մշակողների, ձեռնարկությունների, համալսարանների եւ պետական հաստատությունների համար նախատեսված ենթակառուցվածքներով արհեստական ինտելեկտը մասշտաբային կերպով կառուցելու եւ տեղակայելու համար։ Բայց էլի ես միևնույն է, իսկապես եմ ասում, լրիվ չեմ պատկերացնում, էլի թե դա ինչ է անում։ Հիմա դա, ասենք, ինչ որ միտեղ պահեստի պես այդ բաները պահում է այդ տվյալները, ինչ է անում, սերվերները, դե պահում են։ Հա, չգիտեմ, այդ պահը էլի մի քիչ դժվար է, հա, մի քիչ դժվար է։ Հա։ Շնորհավոր կարճ ասած, բարի։ Այո, շատ լավ բան է, դրական, եւ սա մեծ բան կունենա։ Ինձ եկան հետաքրքիր է շուրջը, հրազդանի շուրջը, մարդիկ, բնակիչները, բան ինչ
տրամադրվածություն ունեն, ինչ մտքեր ունեն։ Դե Ռաֆայել, եթե ես ու դու հələ մինչև վերջ չենք պատկերացնում ինչա կատարվում, էլի այդ մարդիկ էլ վստահ եմ տենց անվիճակում են, էլի որ այշուր միլիոններ բաներ, բայց կոնկրետ ինչա տալու, արտադրանքը ինչա անելու դժվար է պատկերացնել, էլի տեսակ վիրտուալ է ամեն ինչը։ Գնանք ազգային ժողով, բայց միշտ դա տեսեք գիտությունից բանից էին խոսում, մի վերնագիր է այսօր քննչական կոմիտեն հրապարակել, որը տապալել է ինձ եւ հիմա ընթերցեմ։ Այդ անունները, հա, այս բավականին թեժ էր, ուրբաթ շաբաթ Ես կիրակի։ ինձ սկզբից թված կատակա, էլի, շատ կատակի նման է։ Արփինե Սարգսյանի խիստ հանձնարարականներով, Ռոժան, կարդում եմ, Արփինե ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խիստ հանձնարարականներով ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում իրականացվել են ուժեղային ծառայություններ հանգստյան օրերին եւ մարզերում, ինչի արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակի զենք, զինամթերք, թմրամիջոցներ հետախուզման մեջ գտնվող անձինք։ Բերման են ենթարկել ուշադրություն Փումփուլիկը, Սնայպերչիկը, Բեթմենը, Խուճուճիկը եւ Խուտուտիկը, ինչպես նաեւ iPhone-չիկը։ iPhone-չիկ։ Ես իսկապես ինձ թվաց հումորային ինչ-որ բան է, էլի հավատալու չեք որ լուրջ մարդիկ են գողական աշխարհի երևի, հա, բայց ես շատ բան չեմ հասկանում, այս աշխարհից բան չեմ հասկանում, բայց ինքնին զարմանալի էր վերնագիրը։ Ըստ սկզբնաղբյուրի, հա, լուրջ քրեական հեղինակություններ են այս պարոնայք եւ այս մականուններով բերման են ենթարկվել։ Նշված անձացից մի քանիսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ, սառը զենքեր, կռփազենք։ Որոշների վերաբերյալ ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել եւ դրանք փոխանցվել են քննչական կոմիտե Երևան քաղաքի ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները։ Այս էլ մեր իրականությունը, հարգելի բարեկամներ։ Մի հատ էլ կարդա անունները։ Կարդամ։ Ըստ աղբյուրի նրանց մեջ է Նարդոսցի Սերգուլիկը, Փամփուլիկը, Սնայպերչիկը, Բեթմենը, Խուճուճիկը, Խուտուտիկը եւ iPhone-չիկը։ Ես ներքին գործերի նախարարության կայքից եմ ընկերներ ընթերցում, մնացածը արդեն թողում եմ ձեր բարի երևակայությանը։ Ազգային ժողովը ունի նոր փոխ նախագահ։ Երրորդ փոխ նախագահ, որը ըստ սահմանադրության բարեկամներ պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ եւ Արամ Վարդևանյանը ընտրվեց 9-րդ գումարման ազգային ժողովի փոխ նախագահի պաշտոնում նրա տեխնատությանը կողմ էին քվեարկել 53 падգամավոր, ԿՊ նախորոք ասել էր, որ անհրաժեշտ ձայները կապահովենք, թող լինի Վարդևանյանը, թե ինչ ոնց եւ այլն արդեն թողնում եմ ձեզ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ավելի վաղ ասել էր անհրաժեշտ ձայներով կգա Արամ Վարդևանյանի տեխնատությունը ընտրելու համար։ Հիշեցնենք, որ իշխող ուժից Հայկ Կոնջորյանը եւ Վահագն Ալեքսանյանը արդեն իսկ ընտրվել են ազգային ժողովի փոխնախագահներ, այսինքն Ռուբեն Ռուբինյանը նախագահն է, Հայկ Կոնջորյանը, Վահագ Ալեքսանյանը եւ Արամ Վարդևանյանը փոխնախագահներն են։ Բայց դա քիչ է, էլի, ինչի համար է 3 փոխնախագահն, էլի, այդ պաշտոնում, ասենք մի հատ լավ, երկու հատ էլ, երրորդը ինչ անելու է։ Փոխ լուբի տրոյցու, երևի տենց չոր այդ կազմ մտքով։ Մեդվեդևը իր որջից դուրս է եկել ու տեսեք ինչեր է ասում, որջից է դուրս եկել։ Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, եթե երկիրը դադար իր համար հետաքրքրություն ներկայացնել, ասենք Հայաստանը, որպես գործիք Ռուսաստանի դեմ։ Այս մասին հասել է անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, շարունակելով. Եվրոմիությունն ու Միացյալ Նահանգները բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Մի հատ նայեք ինչ բան է օգտագործում բառապաշար, էլի։ Ստեղից պետք է ենթադրել, որ լավ վարված են։ Եվրոմիությունը, Միացյալ Նահանգները միասին Եվրոմիությունն ու Միացյալ Նահանգները բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետ արփել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլուգերները, այդ ֆլուգերը բանն է, քամի որ ցույց է տալիս, չէ՞ որ կանգնած է որ կողմա քամին, փչում ցույց է տալիս այդ փոքրիկ գործիքը։ Արևմտյան ֆլուգերները ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն եղել։
Ռուս դաշնության ամտան խնախայտարարի գնահատմամբ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը շարունակում է Մեդվեդևը կարող է Հայաստանում խոր ներքին ճգնաժամ իսկ գուցե ավելի վատ բան առաջացնել։ Դե ստորություն ասա արդեն էլի։ Դա ինչ է ասում։ Ներքին ճգնաժամ իսկ գուցե ավելի վատ բան առաջացնել։ Վախեցնում են տարածքը։ Դե ինչքան վատ բան առաջանա, այդքան ավելի իրենց դիրքերը կապահովեն, կամրանան, բա որ մենք ասում էինք, առանց մեզ սենց, առանց մեզ նենց, այդ ամեն ինչի վրա է հիմնված։ Էդա։ Ուրեմն մի քանի օր է Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը համացանցում տարածում էր հայտարարություններ, տարբեր լրատվականներ ցիտում էին, որ ինչ որ պարոն Վարդանյանի հետ հանդիպման, իր ամուսնու հետ հանդիպման քայլեր է պետք իրականացնել եւ Արգոս նախարարությունը ոնց հասկացա արձագանքել է այդ ամենին եւ հիմա տեղեկություն կա, որ հանդիպման ժամանակահատվածն է ճշգրտվում, հոդվածը հրապարակեցին, ես մինչ այդ կարծում եի սա ինչ որ խոսակցությունների մակարդակ է, բայց ոնց հասկացանք արդեն ԱԳՆ-ից հենց հայտնում են։ Ընթերցեմ փոքրիկ է հոդվածը, տեսեք ինչ է կատարվում։ Արգոս նախարարությունը ադրբեջանական բանտում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջը Վերոնիկա Զոնաբենդին հանդիպման առաջարկ է փոխանցել բանավոր։ Փոխանցում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Վարդանյանի կինը ավելի վաղ տեղեկացրել էր, որ կառավարությունից որևէ մեկը իր հետ կապ չի հաստատել։ ԱԳՆ-ից հայտնում են, պարզաբանում են, որ Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ մինչ այդ արդեն քննարկվել էր, փաստացի փոխանցվել է վերջինիս հայտարարությունից հետո եւս մեկը։ Հարցին թե ԱԳՆ-ից կոնկրետ ով է հանդիպել Տիկին Վերոնիկայի հետ, ԱԳՆ-ի խոսնակը նշել է, որ հանդիպումը կկազմակերպվի իրավասու գերատեսչական մարմինների համագործակցությամբ եւ այս պահին արդեն համաձայնեցվում են հանդիպման ժամկետները։ Ավելի մանրամասն կտրվի տեղեկություն։ Ոնց հասկանում ենք, բան, երևի Բաքու պիտի տանեն, հանդիպման ամուսնու հետ։ Ես տենց հասկացա, ուրիշ ձև չկա, Հետաքրքիր է Տիկին Զոնաբենդը, հետաքրքիր ազգանուն ունի, Վերոնիկա Զոնաբենդ։ Տիկին Վերոնիկան փաստորեն ինքն էլ արգելք ունի, ոչ հայուհի է, ոչ բան, բայց ինքն է փաստորեն Բաքու չի կարող գնա, որ հատուկ միջնորդություն հաշվի առնելով ամուսնու կարգավիճակը եւ այլն։ Տեսնենք ինչ կլինի։ Չեմ կարողանում հասկանալ Բաքուն համաձայնություն տվել է, տենց բան չկա ոնց որ թե բան գրած չի, շատ բախտոր մոմենտ է, էլի չես հասկանում ինչ է կատարվում։ Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարությունը այդտեղ այնտեղ երադաշնություն է, չէ՞։ Միաձայն շնորհավորել են Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը շնորհավորել է Փաշինյանին, նշում է, որ Փաշինյանի վարչապետի պաշտոնի վերանշանակման առիթով շնորհավորել է նաև ԱՄՆ Արաբական Միացյալ Էմիրության փոխնախագահը, վարչապետը եւ Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը, ինչպես նաև դատարանի բարձրագույն ղեկավար Շեյխ Զայեդ Ալ Նահյանը։ 3 եղբայրներ են, չէ՞, իրանք։ Կարծեմ, բայց դրանցը չգիտես հարեմա էլի, մի քիչ ախպեր ասել է բանա, որ մորից են, որ պատկերացման ախպեր չի էլի, Դե խառը պատմություն է, էլի խառը պատմություն։ Եվ այդ մահմեդական աշխարհում ինչ կարևոր ինստիտուտ է, այդ մենք հարեմ ասում ենք, մենք հասարակած տուն ենք մենակ պատկերացնում, որ գնացին անձնական մարմնական հաճույքների հետևից։ Մի ամբողջ դարավոր, հրետես ինչ կայսրությունների մեջ ինչ դեր է խաղացել։ Նույն Ռոքսալանան Օսմանյան կայսրության մեջ որ նայում ես, չէ, Ռոքսալանան, որ Սուլթան Սուլեյմանին խելրծրեց, ու դա եկավ դարձավ սուլթանուհի, կոճիթելով ախպերներին խեղտեցին, բա Մուհամմեդը իր քաղաքական նպատակներին հասնելու համար մի քանի անգամ ամուսնացել է։ Օգտագործելով որպես լծակ էլի առաջ գնալու։ Հետո այդ բազմականությունը հաշված բան է, այդ պատահական չի, որտեվ այդ մասին խոսել ենք, ասենք մի տղամարդ կարող է 5-6 կին բեռնավորի, բայց ամեն կինը մի տարի պիտի սպասի 9 ամիս որ երեխա ունենա։ Այդ շատացնելու համար այդ բանը, որ բնակչությունը ավելանա, զինվոր են բերում էլի, Իդեպ այդ կրոնական բաներում էլ է տարածված, տեսօնակ մորմոնների դուխ կա, որ բազմակնություն կա։ Այդ որպես Յուտայում ապրած մարդ եմ ասում, դե օրթոդոքս մորմոններ կան,
որոնք հիմնականում նահանգի հատված հարավում են ապրում, են Սենտ Ջորջ քաղաքում, իրանց ռեզերվացիան է, դե բազմակնություն է։ Անորեն է, բայց զեն չեն հանում, էլի։ Զեն չեն հանում, չէ, զեն չէ, իհարկե անօրեն է, բայց այդ ոնց որ ֆեդերալ անօրեն է, նահանգայինով օքեյ է։ Բայց ես օրինակ դες պիտի հարցնեմ ChatGPT-ին, չմոռանամ, որ ինչու է անօրեն բազմակնություն, այսինքն բոլոր զարգացած երկրներում ես ինչքան հասկանում եմ, չես կարող մեկից ավել պաշտոնապես կին ունենալ, բայց ինչու է դա, էլ այսինքն ինչ խանգարը, եթե 2 կամ 3 կին ունենա մեկը, չգիտեմ ինչ է դրա բանը, էլի բացատրությունը, արգելքը որտեղից է գալիս։ Ոչ թե ես դրա կողմ եմ, չէ, բայց հետաքրքիր է, ինչ է բացատրություն, ինչու չես կարող։ Ես հիշում եմ բանում Երևանում ընկերոջս հարևանը ադրբեջանցի էր եւ 2 կին ուներ։ Ահա։ Ոչ Զաքսով երևի, բայց հա, կին իր այդ բոլորը գիտեին, բայց ոչ բայց զեն չէին անում, ինչ անում։ Չէ, ինչ դեն անում, ուրիշ գործնալ է, ես կանի հատկանիկ ունեմ, էլի տարբերակ։ Այո։ Բարի լույս բոլորին Բարսելոնայից Էլեոնորա Սարգսյանը մեզ օլաներ, բարև ձեզ։ Ահա, բարև ձեզ հարգելի Էլեոնորա, Բրբանքից Մադլեն Աբրահամյանն է մեզ աղունիկներ ուղարկում, բարև ձեզ։ Այստեղ բարի օր Գլենդելից Աննա Ասլանյանը, բարև ձեզ։ Իդեպ այսօր մեր լավ ռադիոլսողներից մեկի հետ եմ հանդիպել, պարոն Արարատի հետ։ Այսօր սրճել ենք անգամ, ինքը հաճախ է մեզ զանգում, երևի կհիշեք այն կտրուկ միջոցների հեղինակը, որ սենց հա պետք անել, նենց հա պետք անել, մեզ Ստալին հա պետք բան, շատ հաճելի անձնավորություն։ Նստեցինք, զրուցեցինք։ Գիտեք, այդ տեսակ մտածող մարդկանց ինչն է դուրս գալիս, ինչքան ոնց բացատրեմ, որ ինչ որ ասում են շատ վստահ են, էլի, իրանց մտքի մեջ տատանում չկա։ Այսինքն արդյոք ճիշտ, արդյոք շենց 100% վստահ են։ Օրինակ մենք ցանկացած թեմայից որ խոսում են, էլի տենց բանի տոկոս թողնում ենք, էլի որ միգուցե կարող է եւ այլ կերպ ամեն ինչ լինի, բայց այդ մարդիկ էսա ճիշտ է, վերջացավ, հա։ Պետքա որ ուրախ մարդիկ լինեն նման մարդիկ, էլի որ հստակ ճիշտ է սխալը մի կողմ, լավը վատը մի կողմ, հստակ գիտեն իրենք ինչ են ուզում, անգամ քաղաքական հարցերում, էլի այդքան խառը։ Կարինե Մարգարյանը Ֆրանսիայից, Փարիզից մեծ ջեն բարևներ է, անտիկին Կարինե Մարգարյան, բարև ձեզ, ձեզ ենք ողջունում, մենք հաղորդումը սկսեցինք ֆրանսիական բոնժուր ողջույնով եւ մեզ հետաքրքրում էր այդ բոնժուղը, ասենք հայերենի պես է, ասենք բարև, բարի արև, ինչ որ իմաստ ունի, 2 բառից է կազմված կամ ինչ որ բան, թե մենակ բարև, հիմա ոնց որ առանց ավելորդ խորանալու։ Եթե տիրապետում եք ինֆորմացիային, տեղեկատվության, խնդրում եմ լուսավորեք մեզ բոնժուղ բառը ֆրանսերեն ինչ կազմվածք ունի։ Այս սպասենք մենք անպայման։ Բոն, երևի 2 Bon voyage են ասում օրինակ, բոնը բարին է ասել։ Բարի ճանապարհը, մի անգամից։ Դες սկսեցի քանդել, հա, bon voyage, bonjour։ Բայց ժողն էլ բանն է, ժուրնալիստն է։ Դե ասեցի։ Բարի լրագրող։ Չէ, ռադիո ժուրնալիստն է, ռադիո ժուրնալիստ։ Դե այս դարում բարի լրագրող տեսնելը բացառիկ բան է, լրագրողներն են քանդում։ Bonjour, bon voyage։ Այսինքն դեռ չտեսած, այսինքն ճանապարհում ես էլի դեռ։ Bonjour, bon voyage, давай, ստերից։ Լավ, նախքին падգամավորուհի Տիկին Մկրտչյանին հիշում եք։ Այն անմեղ դեմքով Տիկին Մկրտչյանը, այն հանգիստ բան, նախքին падգամավոր Աննա Մկրտչյանի հայրը, պարոն Մկրտչյանը, Քասախ համայնքի նախին ղեկավարներ, երկար տարիներ, 28 հողամաս է օտարել։ 28 հողամաս, որի հետ հիմա համայնք կմնա այնտեղ, եթե համայնքից 28 հողամաս Քասախն է տեսել ես։ Քասախը որ թռնես վազելով կանցնես ուղղակի այդ Քասախը։ Այս 28 հողամաս է մենակ օտարել Քասախ համայնքում։ Հիմա քանդել են այս գործերը, բան արդեն 6 անձի ձերբակալել են, մի ամբողջ մի հատ պատմություն։ Քնչական կոմիտեից լալալայ Քասախ համայնքի նախին ղեկավար 8-րդ գումարման ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավոր, այսը պատիվ ունեմն է։ Աննա Մկրտչյանի հայրը Արա Մկրտչյանը 28 հողամաս է օտարել։ Քնչականից հայտնում են, որ դեռ 96 թվականից օրոստվածին 96 թվականից 21 թվական Կոտայքի Քասախ համայնքի ղեկավարն էր նա։ Բանին եք ասում, Պուտինին եք ասում 26-ից 21 թիվը 1996-ից 21 թիվը Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարն էր
եւ վերջինիս հորեղբորորդինն էլ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը համայնքապետարանի աշխատակիցների աճուրդի հանձնաժողովի անդամների հետ ձեռք բերված նախնական կեղծ համաձայնությամբ 19 թվականի ընթացքում փաստացի չիրականացրած աճուրդներով, որ իրական չի եղել, պաշտոնական կեղծ փաստաթղթեր է կազմել, որի վրա աճուրդ ա եղել, մասնակցել են, համայնքային սեփականության հանդիսացող գույքերից նպատակային նշանակության առավել կարևոր հողերը օտարել են ընդհանուր շուրջ 228 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով 28 միավոր հողերի օտարման աճուրդ են կազմակերպել։ Այդ ամենի հետևանքով առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառվել Քասախ համայնքին, խաթարվել է համայնքի սեփականության կառավարման, հողերի օտարման իրավունքները, գործընթացները, հիշյալ հողամասերի ապօրինի կերպով դուրս բերումը համայնքային ֆոնդից հետևանքներ է ունեցել, համայնքը զրկվել է սեփականության իրավունքի հողերից, օրենսդրական լիքը բաներ ընդհանուր պատկերացնում եք վիճակը, չեմ ընթերցում ամբողջը։ Հիմա ԱՄԻ եւ համայնքապետարանի նախին 5 աշխատակցի նկատմամբ 28 դրվագով հետապնդում է հարուցվել ընդունած օրենքների համաձայն վերջիներս ձերբակալված են նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան է ներկայացվել հիմք, ասվում է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։ Ես գիտեք ինչ եմ մտածում, այս անօրենությունները որ տեղի ունենում, չէ, մենք գնալով ավելի շատ ենք իմանում։ Գիտեք որտեղից են գալիս, որտեվ իրենք կարծում են որ չեն բռնվելու, հա, որտեվ կանցնի է։ Եթե ցանկացած հանցագործ որտի հանցագործության անի, եթե ինքը վստահ լինի որ դրա համար իրենք բանտարկեն, ինքը չի անի։ Բայց մտածում այսքան փող ունեմ, այսքան շրջապատ ունեմ, այս ունը տակից դուրս կգանք։ Ու անում են։ Երբ որ մի օր հասկացան որ չէ եղբայր, sense բանից որ ացի բանտ եմ գնում ու աչքի առաջ տեսնեմ ինչքան մարդ նստեցին բանտում։ Այն ժամանակ նոր կարող է այս բանի հախից գան։ Քանի դեռ այդ բանը կա հույսը որ ինքը կարող է դրա համար չպատասխան չտա, ինքը դա անելու է։ Ու դրա համար այս մասսայական բաները այո պետք են այս ձերբակալությունները, հավատացեք, պետք են, հա։ Ոչ միայն պատժելու համար այդ անձին, այլ ապագա, հետագա բաները կանխելու համար հանցագործությունները։ Պիտի հասկանա որ գնալու է բանտ։ Դե չէ տենց հա բռնում են, բաց են թողում, երկու օր դուս են գալիս, սրանք է մտածում են ինչի՞ չէ որ հա 28 հատ հող կծախեմ, հա ինչ ա եղել որ։ Հիմա որ բռնեն, հա որոշ մասից իրա, հա ու տանեն բան, ուսների գուցե բան լինի։ Մենակ այս Քասախի մասին չի, այսօր նաև Արարատի մարզի դատախազությունը քանդել է գործեր, Մասիսի ղեկավարի տեղակալը, ղեկավարի մի ամբողջ պատմություն էլ ընտեղ է։ Մասիսի ղեկավարի տեղակալի եւ նրա այդ փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ։ Էլի մի ամբողջ հոդված էլ էստեղ է գրած, գրեթե նույն բովանդակությամբ ու հետաքրքիր է որ լավ հետ են գնացել այս դեպքով կոնկրետ 2000 ժամանակի մեջ, այո 2004 թվականի դեպքեր է բացահայտվել, ինչու ինձ համար պատկերացրեք էլի, հա, կատակ բան չի։ Նենց չի որ այ մի 8 տարի առաջվա բան 20 բան 2004 թվականի հունիսի 8-ին տեղի ունեցած դեպքերն են բանարել, իրեւ ոնց հասկանում ենք պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած ոմն ՄԱ-ն տրամադրել է Քանաքեր հիդրոէլեկտրոկայանի հարևանությամբ գտնվող 16700 քառակուսի մակերեսով հողամասի հատվածը եւ Արարատի մարզի դատախազությունը կոմիտեում քննում է այդ գործը թե ոնց է ստացվել, հա, որ այդ հեքի հողերը բռնել եք տվել եք հիդրոէլեկտրոկայանի։ Ուսումնասիրությամբ պարզվել է որ տարբեր ժամանակահատվածներում Մասիսի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձինք համայնքի ղեկավարի տեղակալ ԽԱ-ն մյուսը հորեղբոր հետ միասին 2018 թվականների ընթացքում 18, հա, բան տալի պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած ՄԱ-ի հետ մեկտեղ հասանելի նպատակով ծառայողական լիազորությունների շահերի հակառակ օգտագործմամբ սեփականության հանդիսացող հողեր են օտարել անձամբ իրենց եւ վերջինը գլխավոր դատախազությունից հայտնում են որ Արարատի մարզի դատախազության պետական շահերի պաշտպանության շրջանակներում փոխկապակցված անձանց պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ, ուսումնասիրությամբ թիվը մի հատ նայեք, ուսումնասիրությամբ արձանագրված խախտումները ընդհանուր մակերեսով կազմում է մոտ 100 հեկտար։ Եթե ինչ 10000 քառակուսի մետրը մի հեկտարն է։ Ասում եմ լավ տուն սարքելու համար, ասենք պետքա լավ, սենց հողով, բանով եւ այլն 1000 է պետք։
1000 է պետք։ Իրանցը 100 հեկտար է, այսինքն մի հեկտարը 10000 է։ Մաթեմատիկաբանությունը ուժեղ է աշխատում, Ռաֆայել։ Չէ, հեկտարի հետ կապված ես էլ մի հատ պատմություն եմ, դրա համար գիտեմ, թե չէ, ուժեղ չի ցավոք սրտի։ Որտեւ ինչ էլ անես, անգլերեն ասում են paper trail, թղթի հետ կա մնում, էլի, այդ մի բան ստորագրվել է, մի բան արվել է, որ գնում ես այդ թղթային այդ պատմությունը կա, կարող են այդ բացելու բանալ։ Բայց հետարքիր է, վաղեմություն չունի էս բանը։ Չնայած դե հողը վերցրել է, ինչ վաղեմություն, ձեռքից այդ վերցնես։ Ոնց են իմացել, ասենք 2000 թվի աճուրդը կեղծ է, կեղծ չի, այդ պահը ոնց են բացահայտում, էլի։ Չէ, ասենք հիմա աճուրդը Դե երևի վկաներ ունեն, բանը մեկը ասել է դուժած կա եւ այլն, ստանում էլ բան կանեն, էլի։ Հա ի՞նչն են օրինական արել, որ էդի օրինական անեն։ Այդ աճուրդները հենց ասում են բարձ արդեն, որ ով է մասնակցել, բնականաբար իրանք անօրենություն է եղել, անօրենությունն է։ Ախր չեն անում, թղթի վրա գրում են իբրե աճուրդ արել են, այսինչ գնով տվել են, ես սրան վերջացավ, էլ ով նստի այնտեղ։ Ով է, այդ աճուրդն են էլ։ Հա, ես ես վերջերս հարկային կատարածուի կայք էի մտել, կարծեմ իրար հետ նայեցինք, չէ՞ որ ինչեր են արգրավել, ինչեր են ծախում, ինչեր է կատարում, ծաղիկներ են արգրավել, ներքնազգեստ, բան մի հատ խայտարակություն։ Մի օր, հեսա եթերը վերջանա, ես կարամ լինկը ուղարկեմ, հա դուք էլ ուսում, մի օր կարող ենք ուղղակի նվիրել այդ բանին, թե մարդիկ ինչեր են գրավ դրել, ինչեր են կորցրել ու այդ հարկային այդ կայքը աճուրդի է հանում դա։ Ինչերի մեջ է իրոք մեր ժողովուրդը սարսափում է, ինչ։ Բայց Չէ, բայց մենք օրինակ միշտ ասում ենք, մենք հյուրասեր ազգ ենք, մենք աշխատասեր ազգ ենք։ Նաև պետք է ասենք, որ մենք անօրենություններ անող ազգ ենք։ Էսա ամեն օր մի բան դուրս է գալիս այո։ Զարմանում ես, էլի։ Ամեն օր, այտենց օր չկա, որ մի քանի անօրենություններ չբացահայտվեն։ Ով ինչ կարողացել է տարել է, ով ինչ կարողացել է։ Եվ գիտեք ինչ էր, դա անբարոյականություն է, չէ՞։ Բայց այդ ժամանակներում մեզ տենց էին մեծացնում, որ գողանալը նորմալ է, որ կաշառք վերցնելը նորմալ է, որ տենց պիտի ապրես, որտեղ պետությունը քեզ ոչինչով չի ապահովում։ Այդ բարոյականությունն է մեր խախտվել, որտեղ այս մարդու մասին որ խոսում էր, չէ, նկարը տեսա, այնորդ ինչ ինտելիգենտ, բան դեմք ունի, էլի, վստահ ես այդ մարդուն, հա։ Դե արի տես, որ այդ մարդը տարիներով խապեության բարի գրպանը փողը դրել է, հողը ծախել է, բանի հասարակության դրել է գրպանը։ Հովիկ Աբրահամյանի որդուն տեսաք որ տարան։ Հովիկ Աբրահամյանի որդուն ընկել էր մեղադրում են, ուրեմն շատ լուրջ մեղադրանք է հոգևորականի սպանության պատվերը ինքնատվել ըստ մեղադրանքի, էլի, հա, հիմա ապացված չի, բայց տարան 2 ամսով կալանավորել են Հովիկ Աբրահամյանը Ձերան մխելի են իրենց այդ զգում, հա։ Ազգային ժողովի Տունը տեսար որ մտնում են տուն։ Հա։ Իդեպ Հովիկ Աբրահամյանի տունը ազգային ժողովի մոնո ձևն է, հա, փոքր բան ու դարպասներին անուն ազգանունն է գրած եւ այլն բան։ Ամար դրա չեն վերցրել դրա ձեռից այդ տունը։ Կներեք ում տունն են ում տունը վերցրեցին։ Տենց մարդ կա ում տունը վերցրել են ձեռից։ Հա, բանը, մի րոպե Գագիկ Ծառուկյանի փեսայինը։ Այն որ ասpa քարերը աբլիցով կեն պոկետ արել էր հետը որ ասան բան։ Գնան գովազդի գանք տեսնենք ինչ է սպասում հարգելի բարեկամներ, Արմյուզիկ ռադիո աշխատում ենք ձեզ համար, սա դեմ դիմաց հանդիպումն է, եկեք ասենք շնորհակալություն մեր գործընկերներին, որոնց աջակցության շնորհիվ էլ այս ամենը հնարավոր է, մենք ազատ անկախ հարթակ ենք եւ բացառապես մեր գործընկերների աջակցությամբ ենք աշխատում։ Գնանք ասենք շնորհակալություն գանք։ Օրակարգում այստեղ բոնժուրի բացատրությունն է, ամեն ինչ շատ ավելի པարզ է, մեր ֆրանսախոս, ֆրանկոֆոն բարեկամները շատ པարզ ասում են ժուղ նշանակում է օր, բոն նշանակում է բարի, բարի օր, բոնժուղ, բարի օր։ Բարի օր, հա, պաստորեն։ Առանց ֆանտաստիկ երևակայության, բարի օր, կարճ։ Տանջվեցինք։ Հա։ Լավ չի պարոն Թրամփի գործերը բարեկամներ, բոլորովին լավ չի։ Այս կոնֆլիկտը գնալով ավելի ճահճային բանաստանում, հա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը անզիջում պայմաններ առաջադրել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման համար, պահանջելով Միացյալ Նահանգներից առաջինը վճարել ամբողջական փոխհատուցում, ինչ որ քանդել է։ Տեսեք, որ ծառից են դառնում, դուրս բերել զորքերը եւ վերացնել շրջափակումը։ Վաշինգտոնի փորձել է թերադրելու իր կանոնները տարածաշրջանում կարելի է համարել ձախողված, չնայած Միացյալ Նահանգների
գա Թրամփի բարձրագույն հայտարարություններ։ Այո։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև նահանգները ճուղի իր վարկագիծը։ Տեսեք ինչ բարոյ պետք է ստայնը պահես, ըստ բանի, այդ բաղերը զվարի ինչ է մի քիչ երկար է, չեմ ուզում շատ ձեզ անհաբերնել, բայց այդ է վիճակը հիմա իրանք պահանջատեր են դառնում մի տեսակ, էլի իրանք են պայմանները, որտեղ ասում է չէ չենք բացի այդ Հորմուզը, դե գնացեք ապահովեք։ Եվ այստեղ ախր այդքան Միացյալ Նահանգները չի դժում սրանից, ինչքան Չինաստանը ու մյուս երկրները, որոնք հիմնական օգտվողներն են այդ նավթից, որ այդ Հորմուզով նեղուցը բացվում։ Զգացիք էս Կանադա, Գրենլանդիա ուղղությամբ մի քիչ արգելակեց կարծես, Չէ, նոր էլի խոսում էր Գրենլանդիայի մասին, այ մարդ էլի խոսում էր։ Բանը էլի բզիկով է, մեկ էլ բանը անում, մենք սկսում անկապ խոսել։ Բա Կանադայի մասին, այդ Կանադայի բանը, չէ, վարչապետը հետաքրքիր բան արեց, ուրեմն երբ էր մի շաբաթ առաջ էր ինչ էր բանը, ուրեմն Թրամփը կարդում էր այդ պրոմպտերից։ Դե գիտեք երևի բոլորդ, որ այնտեղ ապակի պես բանկավոր չի երևում, բայց ինքը կարդում է։ Ուրեմն դա խափանվել էր։ Հենց ելույթի ժամանակ այդ մեքենան չի աշխատում, մեկ էլ ասեց, այ սրանք դեմոկրատներն են, ասում հատուկ են անում, ոսից բաներ սկսեց խոսալ, տեխնիկական բաներ փչացել։ Ուրեմն Կանադայի վարչապետը ելույթեր ունեն, մեկ են ելույթի սկզբում սենց արեց, վայ ասեց, այս բանը փչացավ, ամբողջ ժողովուրդը ծիծաղեց, ամբողջ ժողովուրդը, գիտեն արդեն, ասում է, բայց ես սրա մեջ բան չեմ, կոսմոսի չեմ տեսնում, ասում է, կարող է պատահական լինել։ Ձեռ են առնում արդեն այո։ Ախր դա մանկամտություն է, էլի, դա տեխնիկական բան է, փչացել է, քո ելույթը, քո անձնակազմն է այդ ամեն ինչը ապահովում, խոմ դեմոկրատները չեն գալիս քո բաները դնում է տեխնիկական բանը։ Դու ես դրել, քո բաներն են դրել, ասես որ դեմոկրատները նորից զիգման բան են անում, երեխան չի ասի տենց բան, ես չգիտեմ էլի։ Կարող է ինձ ապշվում, ես եմ մենակ այդպես տեսնում կողքին, բայց ոնց կարող է հասուն մարդը երկրի ղեկավար ասի, որ ես իմ թշնամություն են արել, այս բանը փչացրել են, աստվածին, էլի, տենց ինչե ուր են գնալու տենց։ Հա, տենց մարդիկ կան, որ ամեն ինչի մեջ փնտրում են ինչ որ չարագործություն, դիտավորություն իր նկատմամբ, ոնց որ ամբողջ աշխարհը իր դեմ է իրան, բայց sense որ գնա այդպես էլ կլինի էլի։ Այս չարագործություն ասեցինք, Դաշտավան գյուղում մարտաֆիլմ հիշեցնող բաներ գիշերը տեղի ունենում։ Ինչ հիշեցնող? Մարտաֆիլմ։ Մի ամբողջ գյուղ իրար սպանում են իրար, այս գիշերը հրապարակ այսպես հրապարակվեցին կադրեր, իդեպ զարմացա, որ Դաշտավան գյուղում տեսախցիկներ է տեղադրված։ Այդ արդեն որոշակի լավ բաներ կա։ Ծեծկրծու, կրակոցներ, հայհոյանք, վիրավորանքներ, քարեր, մահակներ։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 9-ին կեսգիշերն անց սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոն վիճաբանության կրակոցների հազանգեր են ստացվել, եկել են դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուկի, կրակահերթերի, հարվածների, մահակների եւ կռփազենքերի։ Վիրավորվածներ կան, հիվանդանոց տեղափոխվածներ կան, օպերատիվ միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու հիմքով մասնակից մի քանի անձ ձերբակալվել է, տեղափոխվել է Մասիսի բաժին, փաստաթղթեր են ներկայացվել նաև այլ անձանց, ովքեր փախուստի մեջ են հայտնաբերելու ուղղությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն, կադրերը կա։ Իրոք էլի գիշերով, ու գիտես ինչն է ինձ զարմացնում։ Իհարկե ցանկացած էս արճակատում է լավ բան չի, բայց գյուղի մեջ, մարդա մեջ, գյուղի մեջ, հա, այդ օրն ենք ընկե, հա, այդ Ռաֆայել, ինչու ես զարմանում, սա ճիշտ եւ ճիշտ Թումանյանի Միկաթիլ Մեղերն է, ճիշտ եւ ճիշտ, այդ մարդը այն ժամանակ է տեսել, հասկացել էս ամեն ինչը, որ Միկաթիլ Մեղրի մար կարան սպանեն իրար տարածիորեն, գյուղը գյուղի վրա եւ այլն, ճիշտ կրկնվում է այդ մարդու բաները, հանճար է այդ մարդը դրա համար ազգային պոետն է ինքը մեր, որտեղ մեր ազգի ցավերից է խոսել, բայց ով է ուշադրություն դարձնում դրան, ով Թուրքիա, Հայաստան շատ արագ ասեմ, էլի ով որ չգիտի այդ Միկաթիլ Մեղրը չի կարդացել։ Ուրեմն մի հատ չոբան գնում է մեղր առնելու, ասում է մեղրից էլ քաղցր խոսքերով իրար, հա ջան եւ այլ մեղրը կշռեց տվեց, Միկաթիլ Մեղր կաթում է գետնին։ Այդ մեղրի վրա ճանճ է գալիս։ Ճանճը որ գալիս է կատուն, այդ տանտիրոջ խանութ-բանի կատուն, հարցակվում է ճանճի վրա, այս կատուն որ հարցակվում է ճանճի վրա, այս
Չոբանի գամփր շունը որ հետնա, հարցակվում է կատվի վրա։ Խեղդում է կատվին։ Վայ դու իմ ասում է կատվին, բանով փետով տալիս է, սատկացնում է այս շանը Չոբանի։ Այս Չոբանն ասում է, վայ իմ տունը քանդվեց, իմ բանը միակ օգնականը բանը, ոնց թե ու տալիս է խփում է բանին։ Մեղր վաճառողին, հա։ Էսի սրան նրա գյուղացիք են գալիս համան, նրա գյուղացիք են գալիս, վերջում երկու գյուղ հարցակվում են իրար վրա, վերջում որ նա ինչ եղավ, մի կաթիլ մեղրից ամեն ինչ սկսվեց։ Ճիշտ նույն պատմությունն է։ Դրանցն կարող ավելի հիմար պատճառն է, ամենահիմար պատճառը։ Պատճառը դրած է, մեքենան արագ են վարել, ինձ ասել այս ինչ դեր ես քշում։ Խնդրեմ, բա դու ով ես ինձ ասես, հերիքա, արդեն իրա գյուղացիքն են իրա։ Քշում, գցիր տակը, էսի արագ կանգնել է հետա եկե, բա բան ասիր, ախպեր ջան, ինձ ասել է հայ, բա գյուղ է, էսի կներես, եղբայր գյուղ ասա, ֆորմուլա 1-ը չի, դու էլ Շումախերը չես, էլի։ Հա, այն էլ ոնց թե դու ինձ բան հեսա զանգեմ աբուլիկ ենք կան, աբուլիկ ենք եկան, հենց սպասի մյուսներին, խաչիկը, վաչիկը, հրաչիկը, քաչիկը ու հանտ։ Մի գյուղը տվեց բանից իրան։ Ականջի Թումանյան, Հանճարը։ Եվ գիտես ինչ, ասենք մի ներողությունն այդ ամբողջ իրավիճակը կփոխեր։ Չէ՞ որ ասում ես ինձ ձևես կներես ախպեր ջան, չեմ տեսել։ Ճո, հրծավ։ Էլ ոչ բան, ոչ սպանություն, ոչ մի բան։ Ոնց կարող է իրան թույլ տալ ներողություն խնդրի։ Քշեմ վրայով ված կանցնեմ ընկեր ջան։ Ոնց են տենց մեծանում էլի, ես չէ։ Այս լուսավոր դարում էլի Աստված իմ այնքան ուրիշ բան կա անելու, էլի կյանքը վայելելու։ Չէ, պետք է գնաս այդ ձևի մարդ դառնալ։ Ախր այդ տեսակ մարդկանց փորձանքը ամեն րոպե գլխներին կախված է, որտեղ տենց խոսալով դու քաղաքում էլ գյուղում էլ ամենտեղ իրար գտնում, իրար ծեծում, սպանում են իրար։ Չէ, բայց հենց այդ հարցը, որ հենց այդ խոսացողն էլ այդ ամբողջ զարգացումն է տվել։ Այդ խոսացողը համ արագշողն է, համ այդ բանը էլի որ ոնց թե ինձ ասեցիր, բան, այսինքն հերի չի արագ է քշում։ Մի հատ էլ ինքն իրեն հաշվետու չի, որ մի րոպե, բայց իրոք էլի։ Անցյալ օրը ուրեմն բանկ եմ մտնում, փառք եմ անելու մեքենայով։ Միակողմանի է, էլի, մեկը դիմացը սենց հակառակ ուղղությամբ այդ պարկինգի, որ իրավունք չունի, սենց մեկը եկավ մեծ էլ մեքենա ուներ, բան, սենց զարմացած նա չէի սպասում։ Մեկը գլուխ անեց, ասաց, սխալ եմ մտել, ինչ ես տենց նայում ինձ, այ քրպա։ Ինքը սխալ է մտել, իմ հայացքն է ինքը քննադատում, որ ես ինձ ձև ես, դու ինձ նայում, հա, սխալ եմ մտել։ Մտի եղբայրը։ Հա, բայց խնդիրն է, որ ձեր կյանքն է վտանգում, հենց էդ է։ Այս մարդիկ չեն հասկանում այդ, հա, այսինքն հարցը մենակ սխալ մտելը չի, որ դու պոտենցիալ ուրիշի կյանքը վտանգում ես։ Ինչ ես տենց նայում, էլի հայը, չէ, հայը։ Հայը։ Pasa, señor, ¿qué pasa? Oh, bonjour, բան, էլի, բան։ Pardon, señor, pardon։ Չկա տենց բաներ, ոնց թե արա, դավտերեն ոնց կարող է ներողություն խնդրի։ Ես այդ ասել եմ Էրիկ ասեմ, ես Ամերիկայի վրա որ սենց հիացա այդ բաներից մեկն էր, առաջի օրերն էր, չգիտեմ, ինչ ոնց եղավ, հետևս կանգնած մեկին պատահաբար ոտքը տրորեցի։ Շուր եկավ որ ներողություն խնդրեմ, մեկ էլ էս մարդ, oh I'm so sorry ասում է ինձ, որ ես եմ իր ոտքը տրորել։ Վերջացավ, հասկանում եք, դες ինչ խելացի մոտեցում է պարզ իրավիճակին, էլի որ կարող էր դառնալ այսպես մի բան, ոնց ոտը կողիր ես քո ոտը, ինքն աներողություն խնդրում, փակում է այդ խնդիրը, հասկացել է կյանքում, որ պետք չկա այդ ամեն ինչին, մենակ վնաս է, երկուսիդ էլ վնաս է, դու ես կողել, ես եմ I'm so sorry մեն ասեց, պապանձվեցի մնացի այլ։ Եվ սաղ կյանքում այդ ինձ բան եղավ, դաս եղավ շատ լավ, թե ոնց կարելի է մարդ հավարի պահել քեզ իրավիճակներում, էլի, պրոստը մարդ մնաս։ Այդ ամենատեսնողները կգան Երևան կասեն այ հավ են ընդ իր ժողովուրդը ոտը տարորի ջարդեցի, ասեց sorry, բան, հասկանում ես, ու այդ ամբողջ խնդիրը, որ այդ գիտակցման մակարդակը մեզ մոտ հաճախ բանա միամտության, վախկոտության եւ ինչ-որ բանի հետ է ասոցացվում, այնինչ ուղղակի այդ մարդիկ հասկանում են, որ թեման փակ է, իմաստ չկա, ինչ շարունակես լավ։ Հիմա եթե դու բայց հանուն արդարության պիտի ասեմ, ես հիշում եմ իմ մանկությունը, իմ պատանեկությունը, այս վիճակները, էլի բաները, հիմա անհամեմատ ավելի լավ է, այսինքն էլի պիտի բողոքենք, էլի պիտի ասենք, այո, բայց հա, բան կա տարբերություն։ Ռաֆայել, աղջկա հետ, օրինակ, երրորդ մաս կամ բան, տենց տեղեր կա, որ չէր կարող գնալ, քայլելով աղջկա հետ, էլի, մի բան կանեին, դու վստահ դելստար վեսով բացեն անկապ ոչ մի բան անգամ եթե դու չէիր արել, շատ հնարավոր էր որ հա իսկ աղջկան տուն ուղեկցելը իրիկուն էտի մի եկա խնդրեմ էր դե տղեկը կանգնած են հայացի
աղջկան գնում ա վերե, բելարիստը ախպեր, դու այդ աղջիկ, այ աստված, մեր աղջիկը մեր էսը մեր աուրեր է։ Հիմա այդքան չի ինչքան հասկանում եմ։ Եվս Բայց այդ բաները ծելերը չեն սատկել էլի։ Օ ժամին անցել է արդեն։ Այո, այս բարի նոտայով, այս մեր Այո, զրույցը ես այսօր հերոստատեսությունում մենակ եմ պիտի շուտ գնամ։ Մինչև երբ է ձեր գործընկերը Արդեն եկե վաղվանից արդեն հա, հուսանք, հա։ Դե շատ լավ։ Դες լավ մեկնարկ, լավ երկուշաբթի։ Շնորհակալություն բոլորիս սիրելիներ, մինչև վաղը։ Մինչև վաղը։ Դերդիկի դասեցինք ցտեսություն հանդիպելու ակնկալիքով վաղը երեքշաբթի օրով ընկերներ, իսկ ես ասեմ շնորհակալություն բոլորին ուշադրության համար, այս է ընկերներ մեր առօրյա քննարկումներով այսպիսին եղանք ստեղ Ջորջ Մելիքը ասում է sorry բառը գրպանում զենք կա Չէ, ասում է sorry, բայց գրպանում զենք կա։ Օ, Ջորջ Մելիքես ինչ է տարկի, իհարկե։ Գրպանում զենք կա, բայց sorry ասում է, բայց ասեք, որ առաջինը sorry է ասում։ Մեզ մոտ հա, մի քիչ այդ sorry բառը, հա, ներողություն է, բացարձակ կապ չունի ոգու հետ, բան ոնց թե ներողություն խնդրենք, չէ։ Եթե դիմացինը այդ մակարդակին է ասե, ներողություն, բայց անցավ գնաց։ Բայց մեզ մոտ հա, մի քիչ ուրիշ։ Լավ, բարեկամներ, գնամ առաջ, մեր գործընկերներին ասեմ շնորհակալություն, որ մեզ հետ են, մեր կողքին են, գիտեք, ակտիվ գործառույթների մեջ ենք, ուրախ եմ, որ մեր գործընկերությունը շարունակվում է։